Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, իսկապես կարևորագույն նախագիծ ենք քննարկում։ Ես որպես պատգամավոր վկայում եմ, որ Տիկին Ավանեսյանը մեծ ջանք է թափել, հսկայական աշխատանք է կատարել այս իմաստով, այս ոլորտում, այս բարեփոխումը տեղ հասցնելու համար, բայց ցավոք սրտի ես համենայնդեպս իմ տեսակետն է, որ այն ակնկալիքները, որ ունի Տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու։ Փորձեմ հիմնավորել։ Նախ ես մի բան ասեմ, որ մենք բոլորս, այս դալիճուն նստածները, Հայաստանի Հանրապետությունում, ամբողջ աշխարհում, բոլորս եկել ենք անցյալից։ Ոչ մեկը ապագայից չի եկել։ Եվ մենք անցյալից եկել ենք մեր վրա կրելով անցյալի բեռը, լավ բաները, վատ բաները եւ այլ եւ այլ։ Հետեւաբար իմ ինչ-որ կասեմ, ես խնդրում եմ, որ մեկը այլ կերպ չհասկանա։ Երբ որ դուք բերում եք Տիկին Ավանեսյան օրինակը մեծ բարձրության երկրների, այն ժամանակ, որ դուք ծնված եք, ես ապրում եի արդեն սովետական միությունում եւ այն ժամանակ էլ կային մեծ բարձրության երկրները։ Եվ այն ժամանակ առողջապահությունը սովետական միությունում անվճար էր։ Անվճար, ջրի։ Հայաստանում այդպես չէր։ Հայաստանում եթե փող չունենայիր, մեռնելու էիր։ Փող ունենալու դեպքում կարող պատահի բուժվեիր, կարող չբուժվեիր։ Հիմա ես չեմ դատապարտում ոչ մեկին, որևէ մեկին, բայց դա այդպես էր։ Հիմա դուք օրինակը բերում եք մեծ բարձրության երկրների վրա, իսկ մեծ բարձրության երկրներում այն ժամանակ իրապես անվճար էր։ Այստեղ լիքը հարցեր կա, մենթալիտետի հարց կա, մոտեցման հարց կա, կարգավորումների հարց կա։ Հիմա մեր մենթալիտետը այնպեսին է, որ մենք պետք է մեր մենթալիտետի համապատասխան ներդնենք այս բարեփոխումը։ Առանձին զրույցներում անընդհատ որ խոսում ենք, ասում ենք, որ պետությունը լավ կառավարիչ չի։ Մեր դեպքում 10 անգամ կառավարությունը լավ կառավարիչ չի։ Մեր դեպքում պետք է դա բացատրենք 10 գործակցով։ Եվ օրինակները ունենք։ Եվ հետևաբար պետք է մենք ուրիշ մեխանիզմով գնայինք, պետական համակարգ եւ մասնավոր համակարգ։ Իրար զուգահեռաբար։ Ճիշտ է, Տիկին Ավանեսյան, դուք ասում եք, բայց ոնց կլինի, ոնց կարգավորենք երիտասարդների հետ մասնավոր համակարգ, իսկ տարեցների մենք վերցնենք պետության վրա, չէ, հանգիստ կարելի է ցանկության դեպքում հավասարակշռված, ասենք ինչ-որ բաներ, մեխանիզմներ մշակել եւ այդ հավասարակշռած մեխանիզմներով գնալ առաջ։ Հիմա ես շատ չեմ ուսումնասիրել բնականաբար, իմ դատողությունները շատերը տրամաբանության հիման վրա են, բայց ես խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր գնացել է այն ճանապարհով, որ հիմա մենք եք եթում։ Կեսաթոշակառուներին, ասենք այդ անապահով խավին միանգամից ներգրավելով այդ համակարգի մեջ։ Դուք պատկերացնում եք ինչա տեղի ունենալու հունվարից հետո։ Հունվարից հետո, հունվարի 3-ից հետո դուք պատկերացնում եք ինչա տեղի ունենալու։ Ինչ հոսք է լինելու։ Եվ պարոն Բագրատյանն այդ հարցը բարձրացրեց։ Եվ այդ հոսքի պատճառով մարտ-ապրիլ ամսին այդ նախատեսված գումարները ավարտվելու են։ Դուք դա հաշվարկել եք, իհարկե դուք պատասխանելով իմ հարցին ասացիք, որ 30% հաշվարկել եք, որ 30% կավելանա, ես չգիտեմ ինչի վրա է 30% ավելանը, որ հասկանամ ըստ էության, բայց այդուհանդերձ դուք եք գտնում, որ կավելանա։ Ես ասում եմ, որ ոչ թե կավելանա, սարսափելի հոսք է լինելու։ Մարդիկ գալու են, որպեսզի օգտվեն այդ ծառայությունից։ Մեր առողջապահական համակարգը ի վիճակի է այդ ամեն ինչը բանանելու, սպասարկելու։ Այստեղ ես կարծում եմ, որ միջևեր հաշվարկված չի, մտածված չի այդ իմաստով, շատ կուզեի սխալված լինել, բայց այդուհանդերձ Պարոն Բագրատյանն այդ հարցը բարձրացրեց, խնդրում եմ պատասխանեք, դուք չհասցրեցիք ուղղակի իմ հարցերից մեկի պատասխանել, Տիկին Ավանեսյան։ Եթե գումարները վերջանան նախատեսված, ինչ է տեղի ունենալու։ Խոսքը գնում է մոտ 200 միլիարդ լրացուցիչ դրամի մասին։ Եթե պետք լինի, որպեսզի մենք այն որ առաջարկում ենք մեր քաղաքացիներին, կարողանանք այդ ամեն ինչի տակից դուրս գանք։ Խնդրում եմ նաև հարցին պատասխանեք, բայց բոլոր դեպքերում իհարկե թեկուզ այն որ սկսում ենք, սա արդեն շատ կարևոր է եւ ընթացքում էլ եթե թերություններ լինի կամ ասենք անհրաժեշտություն լինի վաղը մյուս օրը փոխել այդ համակարգը միայն պետական հիմնադրամ եւ սարքել խառը, ապա փորձառությունը հաշվի կանենք, երևի հետագայում ճշգրտումներ կանենք գործունեության մեջ։ Շնորհակալություն։ Էմա Պալյան